Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Վենսի Հայաստան նախատեսված այցի օրը հայտնի է։ Այն կկայանա փետրվարի 9-ին։ Նշենք, որ Վենսի այցի մասին ավելի վաղ պաշտոնապես հայտնել էր Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, նշելով, որ այցի նպատակն է առաջ մղելու Թրամփի ուղին միջազգային խաղաղության և բարգավաճման համար։ Հայաստանի մեծացումը Եվրոպական միության հետ կազդի Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների վրա։ Այս մասին ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության եվրոպական խնդիրների վարչության տնօրեն Վլադիսլավ Մասլենիկովը։ Վագիվ Խաչատրյանի վիրահատությունը բարեհաջող է անցել և նա հիմա վերականգնման փուլ է անցնում։ Այս մասին չեպազույցի ժամանակ ասել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Իսկ նրա աղջիկը Փաստինֆոյին հայտնել է, որ առաջիկա օրերին հայրը կարող է դուրս գրվել հիվանդանոցից։ Ադրբեջանական գերությունից ազատված Վիգեն Էուջեկչյանի մոտ սրտի հետ կապված խնդիրներ են հայտնաբերվել։ Նրա կինը Փաստինֆոյին պատմել է, որ Վիգենի պսակաձև զարկերակները կանոնավոր կերպով արյուն չեն մատակարարում։ Առողջապահության ապահովագրության համակարգում այսօր ներառված են 1,571,181 քաղաքացի։ Միայն 18,3% է վճարում ապահովագրավճար։ Այս մասին Ազգային ժողովում հայտնել է նախարար Անահիտ Ավանեսյանը։ Հայաստանում դատարանի միջամտությունը եկեղեցու կառավարմանը հարուցում է սահմանադրականության և իրավունքի գերակայության հետ կապված լուրջ մտահոգություններ։ Այս մասին հայտարարել է Ամստերդամ Ընդփարթներս իրավաբանական ընկերությունը։ Տաշիկ Կապիտալը դատարանին միջնորդել է կանխել Հայաստանի էլեկտրական ցանցերի գույքի ձեռք բերելու գործընթացը։ Դատարանը բարձրացրեց գործի կասեցման հարց։ Հավանտարկյալներ Վազգեն Սաղաթելյանն ու Նարեկ Սամսոնյանը դատարանում չեն ընդունել իրենց մեղսագրվող մեղադրանքները։ Գործն արդեն հիմնական դատական լսումների փուլում է։ Նկատենք, որ Նարեկ Սամսոնյանը դատարանի դահլիճ էր տեղափոխել անվասայլակով։ Եվրոպական միության խորհուրդը Եվրոպական խաղաղության հիմնադրամի շրջանակներում Հայաստանին 20 միլիոն եվրոյի օգնություն կտրամադրի։ Աջակցության նպատակը Հայաստանի Հանրապետության զինված ուժերի լոգիստիկ կարողությունների ուժեղացումն է։ Հեռահաղորդակցության ընկերությունների, ժողովրդական լեզվով ասած բջջային օպերատորների առաջարկած նոր պայմանները միջնորդավճարի կտրուկ նվազեցումը մինչև 40-50% չեն ծածկում ծախսերը։ Այս մասին համատեղ հայտարարություն են արել EasyPay, Idram, Telcel և Fast Shift ընկերությունները։